Կրեմլը հայտարարել է, թե ցանկանում է Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն այն լուծելու ջանքերը կանգ են առել, ոչ մեր մեղքով, պնդել է Կրեմլի խոսնակը մեղադրելով Ուկրաինային ու Եվրամիությանը։ Եվրոպացիները ամեն կերպ հրահրում են ուկրաինացիներին։ Նրանց համոզմամբ Ուկրաինան կարող է հաղթել եւ պաշտպանել իր շահերը ռազմական ճանապարհով, ասել է Պեսկովը, պնդելով, որ դա խորը մոլորություն է, հաշվի առնելով ռազմաճակատում իրավիճակը։ Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբանների միջնորդությունը նրան այսօր նոյեմբերի 10-ին բանտից ազատ արձակելու եւ դատական հսկողության տակ դնելու վերաբերյալ։ Դատական հսկողության պայմանների համաձայն նրան արգելվում է լքել Ֆրանսիան։ Եվրամիությունը մի կողմից պնդում է, որ Վրաստանի հետ բարեկամ է, բայց մյուս կողմից երկրում հեղաշրջում է պլանավորում, լրագրողներին ասել է իշխող վրացական երազանք դեմոկրատական Վրաստան կուսակցության գլխավոր քարտուղար եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Մի կողմից նրանք պնդում են, որ Վրաստանի բարեկամներն են, բայց մյուս կողմից զբաղվում են հեղաշրջման, հեղափոխությամբ, ծայրահեղականությամբ եւ բռնության խրախուսմամբ։ Սա չի տեղավորվում ոչ բարեկամության, ոչ էլ գործընկերության շրջանակներում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, քանի դեռ ինքը ղեկավարում է Հունգարիան, իսկ Թրամփը ԱՄՆ-ն, Բուդապեշտը չի բախվի Վաշինգտոնի կողմից ռուսական նավթի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին։ Նախագահ Թրամփի հետ ձեռք ենք սեղմել Հունգարիայի ԱՄՆ նավթային պատժամիջոցներից մշտապես ազատման համար։